Շնորհակալություն։ Հարցը ուղղվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանին։ Պարոն Խուդատյան, այս խնդիրը, որ կներկայացնեմ, տարիներ շարունակ գոյություն ունի եւ կարծում եմ շատերին է հետաքրքիր ձեր դիրքորոշումը։ Խնդիրը վերաբերում է ավականու պաշտոններ զբաղեցնողներին, ավականիներին։ Տեսեք, ավականիները որոշակի աշխատանք են իրականացնում, որոշակի գործառույթային պարտականություններ ունեն եւ այդ գործառույթային պարտականությունների իրականացումը նաեւ ենթադրում է որոշակի ծախսեր եւ սակայն ինչպես գիտենք ավականիները չեն վարձատրվում, ինչպես է վերաբերվում այն հարցին, որ ավականիների փոխհատուցման խնդիր ձևակերպվի եւ այդ խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկվի։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հարցի համար։ Հարցը ամբողջությամբ համայնքների ուրեմն որոշելու տիրույթում է։ Այսօր էլ կան հանրապետությունում համայնքներ, որոնք ուրեմն ավականիներին որոշակի փոխհատուցում տալիս են, այդ գումարը փոքր է, տատանվում է հիմնականում նվազագույն աշխատավարձի չափի 75,000 մինչև այս արանքում, օրինակ Ախուրյանը, Փամբակը, Մայրաքաղաք, Երևանը, Խոյը, Մասիսը իրենք ունեն այս պրակտիկան, այնպես որ սա ամբողջությամբ համայնքների տիրույթում է։ Մենք որպես ոլորտը համակարգող նախարարություն, որպես այդպիսին գործառույթ չունենք եւ նաեւ առարկություն չունենք։ Արձագանք։ Շնորհակալություն, այո, հարցը շատ է հետաքրքրում ավականներին, բազմիցս այդ հարցը բարձրացել են, այո, որպես ոլորտը համակարգող կարծում եմ կարելի է հորդորել կամ առաջարկել, որպեսզի բոլոր վայրերում այս պրակտիկան կիրառվի, այո, թեկուզ փոքր փոխհատուցման մասով, բայց փոխհատուցում տրվի, որովհետև կրկնում եմ գործառույթներ են անում, ինչ որ աշխատանքներ են անում, տասնյակ կիլոմետրներ գալիս են այդ ավականու նիստերին մասնակցեն եւ այլն։ Շնորհակալություն։ 10-ի մոտ այդպիսի համայնքներ ունենք, արդեն մի մասը թվարկեցի, ներառյալ Մայրաքաղաք, Երևանը, այնպես որ առարկություն որպես այդպիսին չունենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։